Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է անտապանի քննարկում հաղորդաշարն է եւ ինչպես սովորաբար շաբաթ օրը այս ժամին մենք քննարկում ենք կազմակերպում ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Ողջունում եմ պարոն Հակոբյան։ Սկսենք մեր այսօրվա հաղորդումը ամենաշատ քննարկող այսօրերին հարցից Փաշինյանի մոսկովյան հանդիպումից, որին հաջորդեցին Օվերչուկի բավականին այսպես ընդարձակ հոդվածը, որը ակնհայտորեն նույն օրը չէր կարող գրված լինել, որովհետև նախ շատ էր, հետո այսպես ընդգրկուն կետերով, եւ ապա Զատուլինի հոդվածը, որոնք մեկնաբանում էին մոսկովյան հանդիպումը Փաշինյանի եւ Պուտինի, որ դա վերջին նախազգուշացումներն էին Հայաստանից։ Ընդ որում Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումը բավականին այսպես մանրամասն հեռարձակվեց, այդ բաց մասը ուղիղ եթերում եղավ եւ որքան էլ զարմանալի է, այդ բաց մասում ռուսական կողմը ինձ թվում է առաջին անգամ բաց պարզ այսպես շահադրում էր իր ցանկությունները եւ Փաշինյանն էլ հակադարձում էր։ Ձեր կարծիքով ինչ էր դա։ Տեսեք, ինքը իմ կարծիքով շատ հատկանշական հանդիպում էր նախընտրական, այսինքն Հայաստանի ընտրություններին ընդառաջ։ Եվ այստեղ իմ կարծիքով Փաշինյանը հերթական անգամ ստացավ Պուտինից քարտ բլանշ, այսինքն ես ասում եմ մի բան, որը հիմա ասում եմ մի բան, որը ընդհանուր առմամբ հակառակ է այն, այսպես ասած, դիտարկումներին եւ տեսակետներին, որ որպես կանոն ռուսական թևի, հայթում ռուս նույն Օվերչուկ կամ Զատուլինը ներկայացնում են։ Ինչ կատարվեց, եկեք մի քիչ մանրամասնենք եւ գնանք ըստ թեմաների։ Մի քանի թեմա հատկորոշվեց, տնտեսություն, որտեղ բան արվեց, քննարկվեց Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև եղած ընտրանքի, այսպես կոչված ճակերտներում ընտրանքի հարցը, TRIP-ը, այսինքն ամերիկացիների ներկայությունը տարածաշրջանում, այդ համատեքստում քննարկվեց նաև երկաթուղու կոնցեսիան, հայկական երկաթուղու կոնցեսիան, որ կա ռուսների մոտ, քննարկվեց անվտանգությունը ընդհանուր առմամբ, այդտեղ քննարկվեց Ղարաբաղի հետ կապված հարցը, քննարկվեց էներգետիկ անվտանգությունը ընդհանուր առմամբ եւ քննարկվեցին ընտրական գործընթացները Հայաստանում։ Հիմա ամեն իմ ասածին որոշակի մանրամասնությամբ անդրադառնանք։ Եվրամիություն եւ ԵԱՏՄ, այսինքն ինչ ասեց Պուտինը եւ ինչ ասեց Փաշինյանը։ Պուտինը ասեց, որ մենք հասկանալու է դուք ունեք ընտրանք եւ այդ ընտրանքը դուք արտահայտում եք, բայց դուք չեք կարող այդ ծեծված թեզը, որ դուք չեք կարող եւ ԵԱՏՄ-ում լինել եւ Եվրամիությունում լինել, Փաշինյանն էլ ասեց, էլ նույնպես ինչ որ անդադ ասում է, մենք դեպի Եվրամիություն մեր զարգացման տիրույթում տեսնում ենք, մենք համապատասխանեցնելու ենք մեր չափանիշները Եվրամիությանը, բայց այդ չի նշանակում, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գալու, առավել եւս, երբ որ այդ հակասությունը այս պահին չկա եւ երբ որ լինի եւ երբ որ որոշում լինի վերջնական, այդ դեպքում որոշում կընդունենք։ Այսինքն եւ ինչ եւ ոչինչ։ Ոչինչ։ Այսինքն ոնց որ Պուտինն ասում է, հա մենք գիտենք, որ դուք անում եք, դե անում եք, արեք։ Փաշինյանն ասում է, դե անում ենք, բայց մնում ենք ԵԱՏՄ, ինչ ես ուզում, եղբայր ջան։ Մեծ եղբայր։ Հա մնում ենք ԵԱՏՄ, աշխատում ենք իրար հետ, որևէ հակասություն այս պահին մենք իրար մեջ չունենք։ Վերջ։ Այդտեղ որտեղ էր խնդիրը, որ ունի Փաշինյանը կամ ունի Փաշինյանական վարչակարգը։ Որտեղ է այդ խնդիրը, դա մատնացույց անեն։ Հա պարզ բաներ են խոսում եւ փաստացի Պուտինը ասում է, որ դա գնում ես Եվրամիության ուղղությամբ, ես գիտեմ այդ գնալ ինչա նշանակում, դու մեկը ԵԱՏՄ-ի մեր բանն ես, հաճախորդն ես, աշխատում ենք էլի։ Հիմա 12 միլիարդեր իջել է 6.5, իջել է 6.5 շատ բարձ պատճառ է, որովհետև այդ 12 միլիարդ շրջանառությունը դա ռեէքսպորտի շրջանառությունը հասկանալի է, այսինքն ռուսական կարիքները հոգալու հայկական, այսպես ասած, բանով
խողովակով հոգալու ձևաչափ է եղել, հիմա այդ հոգալու առաջարկները նվազել են կամ այլ խողովակներն ավելի արդյունավետ առաջացել, այդ թիվը նվազել է։ Դա հայկական արտադրանքի արտահանում չէ եղել Ռուսաստան կամ առևտուր չէ եղել Ռուսաստան։ Այդ որը արտադրանքն է, որ 12 միլիարդ էր, հիմա դարձավ 6.5 միլիարդ։ Այդ որն է։ Չկա տենց բան հասկանալի է, դա ռուսական շուկայի կարիքները հոգալու ռեէքսպորտի, այսինքն մաքսանենք առևտրի դրսևորում է եղել։ Դա այդ հարցը։ Գանք մյուս հարցին, որը կարծում եմ նույնպես կարևոր է, էներգետիկան։ Էներգետիկ անվտանգություն։ Ինչ է ասում Պուտինը։ Ասում է մենք ձեզ 177, եթե չեմ սխալվում, դոլարով ենք խորանարդ 1000 խորանարդ գազը վաճառում եւ երբ որ Եվրոպայում գինը հասել է 600-ի։ Հիմա Եվրոպայում հասել է 600-ի, դա այս Իրանի պատերազմի արդյունք է, 600 չէր, հիմա կտրուկ աճ կա, էապես ավելի քիչ էր, ենթանենք մի 25-30% ավելի քիչ էր կամ 15-20-25%, բայց Պուտինը այստեղ արձագույն մանիպուլյացիա անում, եթե չասեմ ստում է։ 177 դոլարով խորանարդ 1000 խորանարդ մետր գազը վաճառվում է սահմանի վրա Գազպրոմին։ Այսինքն հայ դուստր ռուսական դուստր ձեռնարկությունը, ռուսական դուստր ձեռնարկությունը, էլի ռուսական կրկնում են Գազպրոմի ձեռնարկությունն է, հասցնում է հայ սպառողին 300 մոտ 350 դոլարով։ Այսինքն մոտ 2 անգամ ավել։ Իսկ այդ 350 դոլարը, այո, ոչ թե 600-ի հետ համեմատած, այն գնի հետ համեմատած, որ մինչև այս Իրանի պատերազմը կար, համեմատելի է։ Այսինքն այնպես չի, որ անգամները ոնց որ ներկայացնում էր Պուտինը, միակ մեզ ավելի էժան են վաճառում։ Դա տենց չի։ Այո, ավելի բանա, արտոնյալ գին է, այսպես ասած, բայց դրա դիմաց Գազպրոմը եւ ընդհանրապես էներգետիկ ամբողջ համակարգը տրված է ռուսներին։ Այնպես որ այդ բանը փաստի ներկայացումը, որը շահարկվում է հայկական իրողության մեջ։ Այ տեսեք, ռուսները եթե 177-ից հասնեն 600, դա էլ պարզագույն մանիպուլյացիա է։ Մյուս բանը ատոմակայանի հետ կապված, որը քննարկվում է, հասկանալի է, ատոմակայանը, հայկական ատոմակայանը պետքա կամ նորը կառուցվի կամ նոր տեխնոլոգիական նոր ժամանակների ատոմամոդուլային, այսպես կոչված ատոմային էներգիա արտադրվի։ Հիմա այդտեղ հասկանալի է նաև, որ ռուսները ունեն շահագրգռվածություն, ունեն շահագրգռվածություն, ու շահագրգռվածություն ունեն նաև այլ երկրներ։ Հիմա այդտեղ որ մեկը եւ կներեք աշխարհաքաղաքական տեսակետից ավելի ուժեղ կլինի եւ ավելի լավ առաջարկ կունենա, բնականաբար նայել կլինի այդ պատվերի կատարողը։ Հասկանալի է, որ առաջնայինը ստեղ այնուամենայնիվ իմ կարծիքով աշխարհաքաղաքական ազդեցության չափն է լինելու։ Հիմա այս պահին ռուսները աշխարհաքաղաքական այդ չափը չունեն։ Հիմա Պուտինը այդ հարցում առաջինը ինքը իրան պիտի դիմի եւ ոչ թե որևէ մեկ ուրիշին։ Ստեղ Փաշինյանը ով է, որ որոշում ընդունի։ Որոշում ընդունել են մեծ երկրներ, թե այս տարածաշրջանում էներգետիկ հոսքերի եւ արտադրության վերահսկողությունը ումնա լինելու։ Դա Փաշինյանի որոշելիքը չի հասկանալի պատճառներով։ Մյուս հարցը, որը շատ հետաքրքիր է, դա Արցախն է։ Ես կուզենայի այդ Արցախից առաջ մի հատ քննարկեինք ատոմակայանների հետ կապված հարցը, որովհետեւ տեսեք, խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ատոմակայանը կառուցված է բնականաբար այլ տեխնոլոգիաներով, այն տեխնոլոգիաներով, որով ռուսներն են շարունակում, եւ ամերիկյան տեխնոլոգիաները այդ ատոմակայանի համար անհամատեղելի են։ Հիմա մենք կամ իրոք պետք է նոր ատոմակայան հիմնենք, բայց կարող ենք նաև վերակառուցել, երկարացնել այս ատոմակայանի կյանքը։ Հիմա արդյոք այդ Պուտինի այդ խոսակցությունը չէ նշանակում, որ եթե ձեր ուղղվածությունը փոխվի, մենք բնականաբար չենք անի եւ դուք ինչ որ հատված կմնաք առանց ատոմակայան։ Ես այդ այդպես չտեսա, որովհետեւ նույնիսկ Օվերչուկի հետ
այդ հարցազրույցը ինչին դուք արդեն հողում արեցիք, նույնիսկ այդ հարցազրույցում խոսում է նրա մասին, որ մինչև 36 թիվը ոնց որ կա պայմանավորվածություն, որ երկարաձգումը լինելու է եւ այդ ընթացքում արդեն որոշվելու է նաեւ թե նոր բաները, նոր ատոմակայանը ով է կառուցելու եւ ինչպես այնպես որ բայց լավագույն դեպքում այդ նոր ատոմակայանը եթե սկսեն որոշում կայացնել եւ սկսեն կառուցել, դա կտևի առնվազն 5-7-10 տարի։ Դե ենթադրում եմ դեռ հենց կարծում եմ այո եւ ես ենթադրում եմ որ մոտակա տարիների ընթացքում, այսինքն այդ որոշումը ընդունվելու է եւ ընդունողը նորից եմ կրկնում չի լինելու Փաշինյանը կամ որևէ մեկ ուրիշը Հայաստանում։ Եթե իշխանական համակարգի ներկա լինելու են աշխարհաքաղաքական բաները, ազդեցություն ունեցող կենտրոնները իրար մեջ որոշելու են եւ այդ հարցը կլուծվի եւ կլուծվի այո ես կարծում եմ այն ժամանակահատվածում որի ընթացքում դեռևս ատոմակայանը գործող ատոմակայանը մեծամորի աշխատելու եւ դա նոր այսինքն արդիական նոր այդ մոդուլային ատոմակայան կլինի թե կլինի նոր այսպես ասած հին բանի սերնդի ատոմակայաններ, այդ արդեն լավ, անցնենք Արցախի հարցին, որը եւս շատ հետաքրքիր է։ Անցնենք Արցախի հարցին, որը իրականում շատ հետաքրքիր եւ իմիջիալուց հետաքրքիր նաեւ որ այդ ճակերտավոր բանավեճը իր մեջ ուներ բոլոր այն հատկանիշները, որ մենք երկուսով այս հարթակում բազմաթիվ անգամ անդրադարձել ենք դրան։ Ինչ ասեց Պուտինը։ Պուտինը ասեց, որ քանի որ դուք Պրահայում 22 թվականին ընդունեցիք, որ Արցախը դա Ադրբեջանի մաս է, դրանից հետո անհասկանալի կլիներ, որ Ռուսաստանը շարունակեր խոսել Արցախի հարցի վերաբերյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս։ Միաժամանակ ասեց Պուտինը, որ այնուամենայնիվ փորձելով բառերը մեղմ գտնել, ես չեմ ասում դա լավ է թե վատ է, բայց այնուամենայնիվ լուծումը, որը զարգացում կբերի, երևի դա էր։ Ասեց Պուտինը, այսինքն ասեց փաստացի, որ դա էր լուծումը եւ այդ լուծումն էլ տրվել է։ Հայաստանի վարչապետ կոչվող Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի միջեւ։ Եվ դա էր արդեն Փաշինյանը ասաց, որ ռուսները իրենք են ասել։ Փաշինյանը ակնառու եւ ասեց այն ինչ որ իրականում եղել, ասեց բայց մենք այդ ասել ենք ձեր ասելուց երկու անգամ դուք դրա մասին ասել եք, ասեց բարձրագույն ղեկավարություն, բայց դա անձամբ Պուտինն ասել երկու անգամ, որ բայց Պուտինը Պուտինը ասել է այսպես բառացի։ Պուտինը ասել է ըստ միջազգային օրենքի դա Արցախը համարվում է Ադրբեջան։ Ասել է նաև տենց չի ասել, ասել է դա։ Ես ցիտում եմ բառացի։ Չէ, բայց նա ասել է, որովհետև մենք հատուկ հաղորդում ենք արել։ Ես էլ ունեմ այդ ամեն ինչը, նա ասել է տենց, ասելով հանդերձ, որ իրանք էլ շարժվում են միջազգային օրենքներով, այսինքն Պուտինը փաստացի ասել է, որ միշտ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի մաս։ Եվ Փաշինյանը դա ճակատ Պուտինին ասեց, բայց այդտեղ հարցը անգամ դա չի։ Հարցը այլ է, այդ ամբողջ խոսակցության ընթացքում մի անգամ չի, որ Փաշինյանը ասեց։ Այդ թվում էս Արցախի մասը։ Ասեց, որ մենք չենք արել մի բան, որը դուք չեք ասել կամ դուք չեք ուզել։ Եվ մենք չենք կարող անել որևէ բան, եթե դա ձեր նախաձեռնությամբ կամ ձեր համաձայնությամբ կամ ձեր ուզելով չլիներ։ Անկամ հարաբերությունները Պուտին-Փաշինյան, այսպես ասած, ջերմ հարաբերությունները, որի մասին եւ Պուտինը եւ Փաշինյանը ասեց, Փաշինյանը ասեց, որ այդ հարաբերությունները այսպես կառուցել, ես ի վիճակի չէի, ես ով էի, որ կառուցել, դուք եք կառուցել այս հարաբերությունները այսպես եւ ձեր բարի կամքով ա եղել այն ամենը, ինչ որ եղել է, եւ ասեց տվյալ դեպքում, իհարկե ունենալով իր նպատակները, արդարացնելով այն ամեն հակահայկականը, որ ինքը իրականացնում է այստեղ Հայաստանում։ Բայց այնուամենայնիվ ասել է, որ այս ամեն ինչը մեր ընդհանուր ծրագիրն է։ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, դու ուզել ես, ես արել եմ։ Հիմա շարունակելու ենք այտենց, դու ուզելու ես, ես անելու եմ։ Եվ Արցախի հարցն էլ փակ է։ Ոնց որ եւ դու ուզել ես։ Հիմա էլ մի բաներ արա, ձև տու, որ դու բան չէր, դու դրանից տեղյակ չէր, դու ես ասել, ես էլ արել եմ, իրար հետ ենք որոշել եւ մնացածի հետ միասին իհարկե Ալիևը, Էրդողանը, մյուսնա, Նետանյահուը,
որոշել ենք արվել է։ Ես էլ լավագույն օպերատորն եմ դրա եւ շարունակելու եմ լինել։ Քու բարի կամքով։ Անդրադարձ եղավ նաեւ Հապկին այդ համատեքստում եւ նորից։ Պարզ խոսվեց նրա մասին, որ Հապկը իր ֆունկցիոնալ խնդիրները չի լուծել, երբ որ այսպես կոչված ճակերտներում ուղիղ հարձակում ա եղել, ոչ թե Արցախի մասը, այլ այսպես Հայաստանի ինքնիշխան տարածքի, դա ճակերտներ, որտեղ Հայաստանի ինքնիշխան տարածքը այն չի, ինչ որ Փաշինյանը փորձում է ներկայացնել Ալմատիի հռչակագրին հղում անելով, բայց այնուամենայնիվ Հապկն իր ֆունկցիոնալ խնդիրը չի լուծել, հիմա այդ Հապկի մասով էլ ունենք սառեցում, ունենք, հա։ Այս ամբողջ խոսակցության ընթացքում շատ հետաքրքիր է այդ Եվրամիության այդ հատվածը, այսպես ասած, որոշակի ինտրիգա մտցնում, բայց ամբողջ խոսակցության ընթացքում եւ չկա մի երանգ անգամ, որ բանը Հայաստանը ռուսական, այսպես ասած, բանից ինտեգրացիոն համակարգերից դուրս է։ Որտեղ է այդ երանգը։ Որտեղ է այն բանը, այսպես կոչված մատ թափտալը, որտեղ է, որ բանը, այսպես ասած, Հայաստանին, այն ինչ որ հետո սկսեցին Պուտինին փորձելով, թե Պուտինին ինչա պես սրբագրել, չգիտեմ, Պուտինին փորձելով սրբագրել, օվերչուկներից սկսած հայկական, այսպես կոչված սազանդարներով պրծած, ասում են, որ այ Պուտինը սենց է, Պուտինը ինչ ասեց, բոլորիս աշկի առաջ է ասել։ Ըստ երևույթին ձեր ասած այդ տարբերությունը երևաց հաջորդ հատվածում, երբ որ խոսում էին ընտրությունների մասին։ Նորից, էլի շատ կարևոր հատված էր, դա վերջին հատվածն էր։ Ժպտում եք, բայց ես էլ եմ ժպտում, որովհետև բան էր, էլի, ավելի մեծ աջակցություն Փաշինյանին, չգիտեմ, Պուտինն էլ ոնց կարող էր արտահայտել, ինչ ասեց Պուտինը։ Երկու կարևոր բան ասեց։ Առաջինը ասեց, որ այս ուժերը, մասնավորապես այն ուժը, որի առաջնորդը հիմա ձերբակալված է, ռուսական ուժ է։ Փաստացի ասեց, որ դա ռուսական ուժ է։ Որտեղ ստեղ բաներ էին տարբեր խորագիտական, խորիմաստ քննարկումներ եւ բաներ էին, վերլուծություններ էին անում, որ չէ, գիտեք, դա բանա, ինքը ով ասեց, նա Պուտինի հետ հակասությունների մեջ է, եւ այլն, ինչ ասես։ Ասեց ռուսական ուժ է։ Ասեց, դա քո ներքին գործն է, լավ կլինի, որ ռուսական ուժերը կարողանան բան անել, մասնակցել ընտրություններին, բայց դու գիտես։ Նրան ասեց, հա, ես գիտեմ, հետո Ռուսաստանի քաղաքացին չի կարա մասնակցի, Վլադիմիր Վլադիմիրովիչ ջան, իբր թե Պուտինն էլ դրա մասին չգիտեր, էլի։ Բայց ինչ ասվեց, եթե այդ ամեն ինչը այդ մանրամասները, այսպես ասած, բեմադրության մանրամասները մի կողմ դնենք, ինչ ասվեց, ասեց կազ դու, կա ռուսական մյուս ուժերը, շատ մի ճնշի, հա, բայց քո գործն է, եւ ի վերջո ինչ է լինի, մենք քո հետ աշխատելու ենք, կամ ձեր հետ աշխատելու ենք։ Ավելի լուրջ նախընտրական աջակցություն Փաշինյանին, ինչ պետք է անել Պուտինը, նախորդ անգամ 2021 թվականին ավելի լուրջ էր, ասել էր Փաշինյանը դավաճանչի խիզախ տղա է։ Այս անգամ ավելի փափուկ է նույն բանը արվեց, բայց նույն բանը չի արվեց։ Եվ Փաշինյանը այդ վիճակից եկավ եւ միանգամից ստեղ սկսեց արդեն շատ ավելի վստահ արտահայտվել։ Դե նման աջակցություններ մենք տեսել ենք եւ Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Եվ դրա մասին մենք խոսել ենք, մի հատ էլ խոսենք, որտեղ դա կարեւոր է։ Փաշինյանը այդ տեսակետից աշխարհաքաղաքական կենտրոնների համատեքստում եւ արկա ռեսուրսային, ես այդ բառը կրկնում եմ, ռեսուրսային անդիմությունը ճակերտներում եւ արկա ռեսուրսային անդիմության պարագայում, որը անխտիր ռուսական բանի վերահսկողության ներքո է, անխտիր ռուսական վերահսկողության, ռուսամետակ, ճակերտներն թուրքացիած ռուսամոլներ են, ռուսասերներ են, ունի առավելություն, որովհետեւ ինքը առանց այլ ընտրանքի տեխնացիա թուրք ադրբեջանցիների համար, առանց այլ ընտրանքի տեխնացիա արևմուտքի համար, բաժանելով արևմուտքի Եվրամիություն եւ ԱՄՆ եւ
լուրջ աջակցություն ստացավ Մոսկվայում անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից։ Հիմա բա ով է այլընտրանքը։ Այլընտրանքը դա կարող են լինել ազգայնական ուժերը, իրական այլընտրանքը։ Ոչ ռեսուրսային։ Ոչ, այո, դժբախտաբար ոչ ռեսուրսային, ազգայնական ուժերը, եթե նրանք կարողանան, որոնք այդքան շատ չեն, որոնք քիչ են, բայց ծանր են շատ իրենց կշռով, որովհետև ամեն ազգայնական, ամեն անհատ ազգայնականը ինքը շատ ծանր է, այդտեղ միաբանման խնդիր կա, եթե կարողանան միաբանվել եւ համատեղ ճակատով հանդես գալ, եւ այս ընտրական, այսպես կոչված ճակերտային գործընթացում այլընտրանք տան համակարգային իշխող վարչակարգին եւ համակարգային ընդդիմության։ Ես այս հանդիպման հետ կապված հարցեր ունեմ ձեզ, բայց երադասելի է, որպեսզի մենք դա անենք մյուս հարցերը քննարկելուց հետո, իսկ հիմա ուզում եմ գովազդ հայտարարել եթերում, սիրելի բարեկամներ, գովազդը եթերում, մնացեք մեզ հետ, մենք կարճ ժամանակից հետո կվերադառնանք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Եվ այսպես շարունակում ենք մեր քննարկումը, հաղորդման այս հատվածում եկեք քննարկենք ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման այդ պատերազմական գործողությունների ընթացքը հարձակումից արդեն 1 ամիս հետո, հա երևի, մոտավորապես 4 շաբաթից ավել։ Տեսեք, ընթացքը նորից մնում է անորոշ, այսինքն մենք անդրադառնալով դրան մինչ այս ասել ենք, որ նախնական են նպատակները, այսպես կոչված Մադուրո գործողությունը, որը իրականացրեցին Վենեսուելայում եւ հույս ունեն, որ ինչ-որ իմաստով կիրականացվի նաեւ Իրանում, դա չի եղել, եւ Թրամփը մի անգամ չի որ ասել է եւ շարունակում է ասել, որ իրենք Իրանի վերնախավի մի քանի շերտ ոչնչացրել են, այս շերտը, որը մնացել է, որոնց հետ իրանք մտել են հարաբերությունների քննարկումների մեջ, այս շերտը ավելի կառուցողական է եւ պատրաստ են բանի Ամերիկայի պայմանները բավարարել, բայց այդպես չի։ Դե իրանական կողմը ասում է, չէ, մենք պատրաստ չենք եւ ինչպես եւ նախորդ մեր քննարկման ժամանակ ասի, այս պահին նախաձեռնությունը իրանական անցել է, ինչքան էլ դա զավեշ տալի չի հնչում, անցել է իրանական կողմին, որովհետեւ իրանական կողմի այսպես ասած ցավի շեմը բարձր է։ Նրանք պատրաստվել են այս պատերազմին տասնյակ տարիներ։ Նրանք ավելի մեծ ցավ կարող են տանել, որովհետեւ իրանք հոգեբանորեն եւ ոչ միայն հոգեբանորեն պատրաստ են այս պատերազմական գործողություններին։ Ամերիկյան կողմի Իսրայելի մասին չեմ խոսում, որտեղ Իսրայելը էլ իրանք 11 շարունակ պատերազմների մեջ են։ Բայց ամերիկյան կողմի ցավի շեմը ցածր է։ Եվ դա արդեն սկսել է ուղիղ արտահայտվել ներամերիկյան հարցերում։ Ուղիղ։ Եվ դրա ամենավառ դրսևորումներից մեկը հետևյալն էր, որ անունը չեմ հիշի, բանի արդարադատության համակարգի, հա, որտեղ այնտեղ հետախուզություն, հակահետախուզություն, անվտանգություն, դատախազություն, այդ ամբողջը իրենց նաև բանա փոխկապակցված է, բարձրաստիճան մի անունը արդեն չեմ հիշում, բանը Պաշտոնյան հրաժարական էր տվել վերջերս։ Համաձայնություն չհամաձայնվելը Թրամփի քաղաքականության Իրանի հետ կապված։ Եվ այսօր Փեն Բոնդին, որը փաստացի գլխավոր դատախազն է եւ այդ արդարության համակարգի ղեկավարը, Փեն Բոնդին Թրամփի հորդորով, այսպես կոչված, հրաժարական է տալիս։ Այն Փեն Բոնդին, որը Թրամփի ամենաուժեղ աջակիցներից մեկն էր։ Խոսակցությունները գնում որ Թուլսի Հաբարտն է հրաժարական տալու եւ այլն, այսինքն այդ համակարգը ուժային համակարգի մեջ մի տարի հետո իշխանության գալուց հետո, մի տարի հետո բանա լուրջ փոփոխություններ ա Թրամփը մտցնում եւ ես կարծում եմ դա պատճառը նա է, որ Թրամփի դիրքերը բանում ներամերիկյան հասարակական վարկանիշի իմաստով նվազել է, թուլացել է էապես, որտեւ տնտեսական խնդիրներ առաջացել, մասնապես նույն Իրանի հետ կապված, խնդիրներ առաջացել աշխարհաքաղաքական եւ Թրամփի այդ մաչո պոպուլիստի դիրքը արդեն այն աջակցությունը չի ստանում, ինչ որ մինչև է ստանում էր։ Նա խոսքերը ասում, այսօր մի բան, մյուսօր մի այլ բան, եւ խոսքերին չի կարողանում տեր կանգնի, մասնապես նորից նույն Իրանի հետ պատասխան։ Բացառում եք, որ այդ գործիչները ուղղակի դեմ են այս պատերազմին կամ այդ գործողություններին, որը անում է Թրամփը։ Տեսեք, ես չեմ կարող ասել ոչ այո, ոչ ձեր ասածին, որտեղ հանրային այդպիսի դրսևորումներ չկա, բացի այն մեկից ինչի մասին խոսեցինք, բայց այնուամենայնիվ մի բան իմ կարծիքով հստակ է, որ Թրամփը ուզում է ավելի ձգի, այսպես ասած, ներամերիկյան բանը, այսպես կարծիքի ձևավորման այդ գործընթացը։ Օրինակ Փեն Բոնդի մասով լուրեր են շրջանառվում, որ Թրամփը դժգոհ է, որ Էփշտեյնի այդ այսպես ասած ֆայլերի մեջից մաքրում բավարար չի եղել, որտեղ Թրամփի վրա ուղիղ բաներ կան, այսպես ասած, մատնացույց անող փաստաթղթեր կան։
Այսինքն paying bonds-ին, որը դրանով պետք է զբաղվեր, բավարար չի արել դա։ Եվ Թրամփը դրանից դժգոհ է։ Այսինքն պետք է մաքրել այնպես, որ Թրամփը հրեշտակ է։ Բայց Թրամփը հրեշտակ չի, չէ՞։ Թրամփը հրեշտակ չի, ինչքան են մաքրեն, հետքերը մնում են։ Միարժեք է, չէ՞, որ այդ Էփշտեյնի հետ Թրամփը ունեցել է բարեկամական ընկերական հարաբերություններ։ Ինչ ժամանակահատվածում դա ինչ ձևի արտահայտվել, դա այլ խնդիր է, որը եւ քննության հարց է։ Այն ինչ որ ասում են Ամերիկայում եւ ինչ որ ինչի վրա հենվում են այսօր դեմոկրատները, ասելով, որ այդ պետքա քննություն իրականացվի։ Արդյոք այն հանցագործ արարներին, որը կազմակերպել է Էփշտեյնը, Թրամփը դրա հետ առնչություն ունեցել է թե չէ։ Եվ միարժեք է, որ Թրամփը ահասարսուր, ես այդ բառերը եմ կրկնում, վախ ունի, որ եթե հանկարծ միջանկյալ ընտրությունները, իսկ դա Իրանի հետ էլ է ուղիղ կապված, որը նոյեմբերին է լինելու, կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանկարծ դեմոկրատները հաղթեն, առաջի բանը, որ անելու են, դա գնալու են այս Էփշտեյնի հարցով իմպիչմենտի գործընթացի նախաձեռնման։ Եվ Թրամփը դրանից էլ եմ ասում, շատ մեծ անհանգստություն։ Ես կարծում եմ, եթե ցամաքային պատերազմական գործողություններ լինեն, նաև զոհեր կլինեն շատ, եւ դա էլ կարող է ոչ պակաս կարևոր առիթ հանդիսանալ impeachment։ Եվ հենց այդ տեսակետից եմ ասում, որ Ամերիկայի մասով առնվազն, իսկ Իսրայելը ածանցյալ է Ամերիկայի մասնակցությանը, այսինքն Իսրայելի մասնակցությունը դա առանձին մասնակցություն չի, պատերազմ, նա առանձին չէր կարողանա Իրանի հետ պատերազմական գործողություններ վարել։ Այդ տեսակետից պատերազմում նախաձեռնությունը հենց այդ համատեքստում անցել է իրանական կողմին։ Բայց հիմա մյուս փուլին են անցել ամերիկացիք եւ դրա մասին ամերիկա-իսրայելական այդ, այսպես ասած, դաշնակցությունը, նրանք սկսել են խփել ոչ միայն բաներին, նավթային ենթակառուցվածքներին եւ կուտակային զորքերի կուտակման վայրերին կամ բանեն հրթիռների արտադրյալ մասերին կամ հրթիռների հետ կապված հրթիռների եւ բանի անօթաչու սարքերի հետ կապված ենթակառուցվածքներն սկսել են խփել օրինակ կամուրջներին։ Այսինքն սկսել են խփել լոգիստիկ ենթակառուցվածքներին եւ սպառնում են, որ խփեն արդեն էլեկտրականության բաշխիչ ենթակառուցվածքներն, այսինքն Իրանը ոնց որ Թրամփն ասում, կուղարկեն գետ քարե դաշտ։ Հիմա այդ վտանգը կա իրականում, բայց արդյոք դա կկանգնացնի Իրանին, որովհետև ինչպես եւ ես ասացի, իրենք երկար պատրաստվել են եւ իրենց ցավի շեմը բավականաչափ բարձր է։ Ինչ վերաբերում է ցամաքային գործողություններին, նորից առանձին, այսպես կոչված կետային ցամաքային կամ դիվերսիոն ցամաքային գործողություններ կարող է եւ նախատեսում են, բայց մեծ ցամաքային գործողություններ ես կարծում եմ չի լինելու, որովհետև դա իրականում կարաբերի ոչ միայն մեծ զոհերի, այլ նաև տարածաշրջանային եւ համաշխարհային պատերազմի բանի նախաձեռնման։ Հենց որ լավ վիճակում չի եւ ոչ մի կողմը, ոչ ամերիկյան կողմը, ոչ իսրայելական կողմը, ոչ էլ իրանական կողմը։ Այնպես որ խոսել մոտակա ժամանակներս պատերազմի մասին, պատերազմը դադարեցնելու մասին որևէ պայմանավորվածության վերաբերյալ, դա պետքա ճեղքում լինի այդ քննարկումներն, այսինքն դա ինչ է նշանակում, որ իրանական որոշակի պահանջներ պետք է հաշվի առնվեն եւ ամերիկյան որոշակի պահանջներ պետք է նվազեցվեն։ Հակառակ դեպքում կարող է պատերազմը շարունակվել անհասկանալի, անորոշ ժամանակով։ Այս պատերազմի հայտ բերեց եւս մի կարևոր անգամանք, ես նկատի ունեմ ՆԱՏՕ-ի խարխուլ վիճակը, որը միջև պատերազմն արդեն զգացում էր, որովհետեւ Թրամփը ուղղակի սպառնում էր, ծաղրում էր ՆԱՏՕ-ի երկրներին, ստիպում էր նրանց բյուջեն ավելացնել եւ այլն, եւ միջև այս պատերազմը եվրոպական երկրները մտածում էին արդեն սեփական ուժերի մասին, պատերազմը էլ ավելի սրեց այդ իրավիճակը, քանի որ Փաշինյանի Թրամփի երկուսն է պոպուլիստ են, որն այսօր հանրություն կա։ Թրամփի այդ կոչին, որ պիտի այդ երկրները եւս միանան, որ նույն Հորմուզի նեղուցը իրենց տնտեսապես պետք չէ թող իրանք մտածեն
Դե տեսեք, էլի մանիպուլյացիա է, այո, ՆԱՏՕ-ի խնդիրը պետք է անպայման դրան անդրադառնալ, բայց այդ ձեր վերջի ասածից սկսենք, էլի մանիպուլյացիա, այսինքն Հորմուզի այդ նեղուցը ոնց ձեզ չի վերաբերում, որ նավթի գները ընդհանուր, այսինքն էներգետիկ գները, էներգակիրների գները ընդհանուր բարձրանում է եւ այդ ընդհանուր բարձրացումը չի կարող ԱՄՆ-ի վրա չազդի եւ ազդում է։ Այսինքն դա էլ բարձրագույն բան է, մանիպուլյացիա է։ Մենք Վենեսուելայից բերում ենք, հասկացանք բերում ենք, բայց միևնույնն է, չէ, ազդում է։ Դա մեկ, բայց այո, ՆԱՏՕ-ի մասով դա կարևոր է։ Այստեղ կարելի է այդ հարցին մի քիչ այլ տեսակետից էլ նայել, այո, Թրամփը իր եվրոպացի գործընկերների նկատմամբ, ՆԱՏՕ-ի այդ թվում գործընկերների նկատմամբ, այտենց արհամարական եւ ինչ որ իմաստով նաեւ վիրավորական կեցված կա ունեցել այս ամբողջ ընթացքում, վերջի մի տարվա կտրվածքով, եւ սա ՆԱՏՕ-ի հետ երկրները ոնց որ առիթ է Թրամփին հակադարձելու եւ համարժեք արձագանքելու։ Այսինքն այդ դու ասում ես, որ դու ամենազոր ես եւ այլն, բայց մեզնից ինչ ես ուզում։ Այդ պատերազմը մեր պատերազմը չի։ Ոնց ես դու ասում, որ Ուկրաինայի պատերազմը քո պատերազմը չի, հա? Դες չի ասում ես օգնում եմ, բայց դա իմ պատերազմը չի։ Մենք էլ պատրաստ ենք օգնել, բայց չմասնակցել պատերազմական գործողություններին։ Այսինքն այդ նեղուցի վերահսկումը մենք կարող ենք դրան մասնակցել, բայց երբ որ պատերազմական գործողություններից դուրս դա դիտարկվի։ Եվ ստեղ առաջացել է լուրջ ճեղքվածք եւ ոչ միայն Թրամփը, այլ Ռուբիոն եւ մյուս պաշտոնյաները խոսեցին նրա մասին, որ պետքա վերանայվի ՆԱՏՕ-ի հարաբերությունները։ Ես կարծում եմ, որ ճիշտ է, որ վերանայվի այո ՆԱՏՕ-ի հարաբերությունները։ Ես կարծում եմ, որ այդ Եվրատլանտյան այդ դաշինքը, հա, ՆԱՏՕ-ն, ինքը պետքա նոր ձևաչափում վերագործարկվի։ Ես չեմ կարծում ամերիկյան կողմը դուրս կգա ՆԱՏՕ-ից, բայց մասնակցության չափերը պետք է հավասարակշռվեն եւ դա իմ կարծիքով ունի դրական հետևանք կարող ունենա այն տեսակետից, որ եվրոպական կողմը այդ թմբիրից, այդ նիրհից, այս վերջ 40-50 տարվա դուրս կգա վերջապես։ Կամ sense ասեմ, կարող է դուրս գալ։ Կամ էլ վերջնականապես մենք իմանանք, որ տենց հասկացություն եվրոպական քաղաքակրթական միավոր այլևս չկա, կա առանձին քաղաքակրթական միավորներ, իդեմս Իտալիա, չգիտեմ, իդեմս Գերմանիա եւ այլն, բայց ընդհանուր եվրոպական կամ հնդեվրոպական քաղաքակրթական միավորը վերջնականապես փլուզվեց։ Հիմա եկեք այնուամենայնիվ այս պատերազմը, Իրանի պատերազմը, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի այդ նոր զարգացումը փորձենք ամփոփել հետևյալ կերպ։ Այս վիճակում, ամեն դեպս այսօրվա վիճակում, երբ Հորմուզի նեղուցը չի գործում, նավթի գները բարձրացել են, արդեն տնտեսությունը շատ տարբեր աշխարհի տարբեր երկրներում արդեն զգում է այս իրավիճակը, սա մի կողմից պիտի Ամերիկայի վրա որոշակի ճնշում առաջացնի, որովհետև Թրամփը եւս ինքը բիզնեսմեն է եւ այդ լեզուն նրա համար հասկանալի է։ Բայց մյուս կողմից միջև պատերազմը Հորմուզի ներողությունը ազատ էր եւ նավերը հանգիստ երթևեկում էին, չնայած գտնվում էին Իրանին այդքան մոտ։ Հիմա Իրանը ձեռք բերեց մի լծակ, որից գուցեև ինքը չուզենա այլևս հրաժարվել։ Ինչ կարծիք է։ Տեսեք, Իրանը կարող է չուզենա հրաժարվել, բայց այդպես չի ստացվի, եթե պատերազմի դադարեցման հետ կապված որևէ պայմանավորվածություն լինի։ Հորմուզի նեղուցը ոնց որ եւ նմանատիպ այլ նեղուցներ, իրենք միջազգային պայմանագրերով եւ միջազգային կառավարման կանոնակարգման ներքո են եւ Իրանը չի կարող դա վերագրել Այո, բայց եւ այստեղ նախապայմաններից մեկը պատերազմի դադարեցումը պարզա լինելու է այդ Հորմուզի նեղուցի համատեղ կառավարումը Իրանի հետ միասին։ Եվ այդտեղ է որ եվրոպական կողմը, այսինքն մասնապես անգլիացիք, գերմանացիք եւ այլն ասում են պատրաստական են դրան մասնակցել, բայց ֆրանսիացիք, բայց եթե դա լինի պատերազմական գործողություններից դուրս, այսինքն լինի պայմանավորվածությունների տիրույթում։ Իրանը այսօր այդ լծակը ունի եւ այսօր այդ լծակը օգտագործում է։ Այնտեղ ականապատելը։ Դուք կարծում եք դա երկար չի մնա։ Դա կտևի այնքան, ինչքան պատերազմը կա։ Իսկ հետո կարծում եմ դա կլինի համատեղ կառավարում, ոնց որ եղել է, ոնց որ պետք է լինի միջազգային պայմանագրային տիրույթում, այսինքն միջազգային պայմանագիր, ես որքան տեղյակ եմ, այդ նեղուցով երթևեկալը ոչ մի ֆինանսական, ոչ մի այլ պարտավորություն չէ առաջացնում այդ երկրների համար։ Նավերը գնում են։ Դե տեսեք, նույն Բոսֆոր Դարդանելը ոնց է, հա, դա Թուրքիա է, չէ, փաստացի։
Բայց կա պայմանավորվածություն, որ Թուրքիան իրավունք չունի։ Ես կարծում եմ այդ պայմանավորվածությունը, եթե անգամ չկա, ես հիմա չեմ կարող վստահաբար ասել, բայց անգամ եթե չկա, այդ պայմանավորվածությունը ձեռք կբերվի եւ դա կլինի պատերազմը դադարեցնելով բանակցային տիրույթում։ Հա, բայց կան նմանատիպ այլ հատվածներ, ես նկատում եմ օրինակ Սուեզի ջրանցքը, Պանամայի ջրանցքը, որոնք որ որոշակի եկամուտ են բերում այդ երկրները։ Կարող է Իրանի եկամուտը ավելացնի, այսինքն նորից եմ ասում, ես չգիտեմ, այսպես թե այնպես արդեն եկամուտը ավելացնել, որտեղ նավթի գների։ Հա, ես վստահ չեմ միջև այդ եկամտային խնդիրը եղել է թե չէ, բայց այդ եկամուտը կարող է ավելանա, այսինքն ամեն պարագայում դա վերահսկողություն է լինելու միջազգային եւ ամեն պարագայում այդտեղ գալու են համաձայն, չեն կարող չգալ համաձայն։ Շատ լավ։ Հիմա ես ուզում եմ խոսել մի հարցի շուրջ, որը կապված է Տրամպի գործողություններին Ռուսաստանի հանդեպ։ Այսպես արերևույթ երևում է, որ այդ գործողությունների մեջ հատուկ արվում են գործողություններ, որոնք նպաստում են Ռուսաստանի, ուրեմն Ռուսաստանին ընդհանրապես ստրատեգիական իմաստով։ Այդպես է թե ոչ եւ ինչպես դա կմեկնաբանեք։ Տեսեք, հետաքրքիր շատ հարցադրում եք անում, այստեղ պետքա հաշվի առնել հետեւյալը, որ Թրամփը իր իշխանության գալու պահից ունի դիրքորոշում մասնապես օրինակ ռուս-ուկրաինական պատերազմում։ Հա, որ այդ պատերազմը իրենցը չի։ Ես դրա մասին արդեն ասացի։ Եվ այդ քանի որ այդ պատերազմը իրենցը չի, այդ պատերազմը Եվրոպայում է, իրանք մի հատ մեծ օվկիանոս, big beautiful օվկիանոս ունեն, ոնց որ ինքնասիրում ասել, որը բաժանում է Եվրոպան Ամերիկայից, եւ իրանք պարզապես օգնում են ՆԱՏՕ-ի երկրներին, որովհետեւ ՆԱՏՕ-ի երկրները օգնեն Ուկրաինային։ Հա, այսինքն Թրամփյան դիրքորոշումը դա է եղել եւ շարունակում է դա մնալ։ Եվ մյուս բանը Թրամփը շարունակում է պնդել ճիշտ է ուղիղ դրա մասին խոսում է Զելենսկին եւ դրան արձագանքներ կան մասնապես նույն Ռուբենս որ դա այդպես չի, բայց Թրամփը շարունակում է պնդել, որ ուկրաինական կողմը պետքա զիջումներ անի եւ այդ զիջումները փաստացի միակողմանն է, խոսքը մասնավորապես գնում է Դոնբասի այդ տարածքների մասին, որը ուկրաինացիային վերահսկողություն։ Հիմա ես շարունակենք մնացածը։ Նույն եվրոպական տիրույթում, հա, Թրամփյան վարչակարգը, դա մենակ Թրամփը չի, Թրամփյան վարչակարգը անմիջական աջակցություն է ցույց տալիս եվրոպական այն գործիչներին, որոնք ունեն արտահայտված ռուսական կողմնորոշում։ Օրինակ Օրբանը, Հունգարիայի վարչապետը, օրինակ Ֆիցը, Սլովակիայի վարչապետը, եւ տենց շարունակ։ Օրինակ այն ուժերը, ենթանենք նույն Գերմանիայում, որոնք էլի ռուսական կողմնորոշում ունեն, այլընտրանք Գերմանիայի ուժի մասին է խոսքը եւ այլն։ Այսինքն որոնք իշխանության չեն, բայց քաղաքական դաշտում են բավականաչափ ազդեցիկ են։ Այսինքն ինչ է ստացվում։ Բոլոր այն կառավարիչները, այն ուժերը, այն երկրները անգամ ովքեր ռուս-ուկրաինական այս պատերազմում, իսկ դա վերածվել է Եվրոպա-Ռուսաստան փաստացի պատերազմի, հա, Եվրոպան անմիջական մարտի դաշտում չի, բայց աջակցում է բոլոր հնարավոր միջոցներով Ուկրաինային։ Այդ պատերազմական տիրույթում բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանի հետ պատերազմական դաշտում ունեն Թրամփի համար բացասական դիրքորոշում, Թրամփի բացասական վերաբերմունք են արժանանում եւ բոլոր նրանք, ովքեր ռուսների կողմից են, նրանք արժանանում են Թրամփի կողմից դրական բանի, դրական։ Մասնավորապես այս վերջի արտահայտությունը կապված Լուկաշենկոյի հետ, էլի ինքը բավականաչափ ճակերտներ տպավորիչ էր, որ Լուկաշենկոին ինքը գովաբանում է Թրամփը, այսինքն ի՞նչ է դա նշանակում։ Այդ արտահայտված անթաքույց աջակցությունը Ռուսաստանին, դա ի՞նչ է նշանակում։ Դուք խոսեցիք Թրամփի, այսպես ասած, գործարար լինելու մասին, իր ամենասիրած բառը, որ օգտագործում է, գործարքն է, չէ՞։ Deal-ը։ Հա, deal։ Գործարք կազմում դրա մասին էլի խոսել ենք, ռուսները գործարք են առաջարկել։ Այլ բաների մասին այս պահին հələ մի պահ բան անենք, դնենք մի կողմ։ Գործարք են առաջարկել 13 տրիլիոն դոլարի Թրամփին իր հրյա միջնորդների միջոցով, Փեսան եւ իր ընկերը, Կուշներն ու Վիտկոֆը։ 13 տրիլիոն Թրամփի այդ գործարարության համար, այդ առևտրային, այսպես ասած, իր այդ բաների համար, դրսևորումների համար դա շատ մեծ գայթակղություն է։ Ուզում եմ ասել, Թրամփի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի մասով, նոր խոսեցինք, չէ՞, բայց դա ՆԱՏՕ-ն, չինացիների եւ ռուսների մեծագույն
այսպես ասած, ամենա խիզախ երազներում եղել է ՆԱՏՕ-ի կազմաքանդումը։ Այդ Թրամփի բոլոր գործողությունները փաստացի բերում են նա, որ ՆԱՏՕ-ն հիմա կանգնած է կազմաքանդման եզրին։ Ես ճիշտ ասեցի, որ դա կարա ՆԱՏՕ-ի վերականգնման այլ որակներով եւ ավելի իմ կարծիքով ավելի արդյունավետ ձևաչափի բերի, բայց կարող է չբերի, չէ՞։ Այնպես որ այդ տեսակետից Թրամփի վերաբերմունքը, դեք Ռուսաստանի մասին հատուկ հարց եք տալիս, Ռուսաստանի մասով։ Այո, որտեղ այնտեղ այլ գործոններ է բնականաբար։ Ռուսաստանի մասով այդքան բան չի, եթե այդքան միարժեք չի եւ այդքան հասկանալի չի, եթե այդտեղ հիմքում դնում ես Ամերիկայի որպես պետություն, ազգային եւ պետական շահը։ Դա այդքան միարժեք չի եւ հասկանալի չի եւ բանը եւ պարզվում է, որ այդ դժգոհությունը նույն ԱՄՆ-ի քաղաքական եւ ոչ միայն հասարակական դիրքում առկա է այսօր։ Եվ վերջին հարցը այս հարցի հետ կապված, եթե այդպես է, եթե Տրամփը ինչ որ պատճառներով ռուսական պրոյեկտներին ուզում է օժանդակած լինել, չեք կարծում, որ Հայաստանում Տրամփի առաջարկած այդ Տրամփի ուղին, որի շուրջը ոգևորվել են Հայաստանի հանրությունը, որը ինչ որ խաղաղության աղավնի է դարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Թուրքիայի միջև, եւս փաստորեն ինչ որ ձևով օժանդակություն է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի կողմից հայտարարված իր այդ ճանապարհը վերահսկելու ուղուն։ Այսինքն եթե Ռուսաստանը անմիջականորեն դա չի անում է Տրամփի միջոցով, ով կարող է երաշխավորել, որ վաղ թե ուշ Ռուսաստանը կամ Թուրքիան կամ Ադրբեջանը չեն դառնալու այդ պրոյեկտի փայատերերը կամ երիշխող փայատերը։ Հիմա տեսեք, իսկ սկսենք ձեր առաջի ասացից, որտեղ մի քանի բան ասացիք։ Սկսենք նրանից, որ նոյեմբերի 9-20 թվականի նոյեմբերի 9-10-ի այդ համաձայնության շրջանակում Ռուսաստանը միանձնյա վերահսկելու էր այդ բանը։ Այո, ես մի բան էլ ավելացնեմ, որովհետև Օվերչուկի հոդվածի մեջ այնտեղ բացահայտ ասում է, որ այս մեծ ճանապարհը շատ պետք է։ Ճիշտ է։ Եվ ասում եմ, որ Օվերչուկին նորից անդրադառնալով, Օվերչուկը ասում է, որ Ամերիկայի ներգրավում է այդ TRIP բանով, դա ռուսական շահերի նվազեցումը կամ ռուսական շահերի դեմ է։ Հիմա ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է իմ կարծիքով հետևյալը, սկսենք նրանից նորից նոյեմբերի 9-10-ի 20 թվականի այդ համաձայնությունը, դա ռուսական միանձնյա, հա, վերահսկումներ այդ ճանապարհի նկատմամբ եւ դա արտատարածքային միջանցք է ռուսների վերահսկողությամբ, որից օգտվելու են թուրք-ադրբեջանցիք ռուսները եւ ով ասես, ում ռուսները այդ հնարավորությունը կտային, կարող է հայերին էլ տային ինչ-որ չափով։ Բայց դա արդեն չկա։ Ամերիկացիների մուտքով դուք ասում եք Թրամփ, այո, Թրամփի օրոք, Թրամփի նախաձեռնությամբ կամ ոչ միայն Թրամփի նախաձեռնությամբ, բայց ամերիկացիների մուտքը տարածաշրջան նշանակում է ռուսական ազդեցության չափի նվազեցում։ Հենց կոնկրետ այս հարցի մասին ենք խոսում, ինչի մասին ասում է Օվերչուկը։ Եվ ճիշտ է ասում։ Բայց դա չի նշանակում, որ ռուսական ազդեցության չափի նվազեցումը դա Ռուսաստանի ընդհանուր դուրս մղումն է այդ, այսպես ասած, աշխարհաքաղաքական ծրագրերից։ Ոչ։ Դա կարող է դուրս մղվի, դա կարող է դուրս չմղվի, դա հետագա Ամերիկա-ռուսական հարաբերությունը, այդտեղ Հայաստանը անելիք չունի։ Ամերիկա-ռուսական եւ աշխարհաքաղաքական զարգացումների հարաբերությունները եւ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունք է լինելու։ Միարժեք է, որ այդտեղ թուրքական կողմի շահը կա, միարժեք է, որ ուղին Թուրանի համար լրջագույն գործոն է լինելու, դա միարժեք է, այսինքն նույնիսկ չի, որ այդտեղ ամերիկացիք եկան Հայաստանի համար ստեղծվեց իդեալական բան, բացարձակ այդպես չի, առավել եւս որ Հայաստանը տեղ անելիք չունի, ոչ որոշումները մանա մասնակցում, ոչ էլ ապագայի զարգացման իմաստով այսօրվա Հայաստանի մասնախոսքը, այսօրվա հայկական իշխանությունների վարչակարգերի եւ իշխանական համակարգի մասնախոսքը։ Այնպես որ որոշումները մեր մասին եւ մեր շուրջ ընդունում են մեզնից դուրս։ Եվ Թրամփյան վարչակարգն էլ Ամերիկայում հավերժ չի։ Բայց ամերիկացիք են, այստեղ կարևոր շեշտադրումը դա է, ոչ թե Թրամփն է մտնում տարածաշրջան, այլ ամերիկացիք են մտնում տարածաշրջան։ Եւ հիմա Օվերչուկի ասացի մեջ, եթե Օվերչուկին անդրադառնանք, բացի նրանից, որ ռուսական շահերը բան են անում, նվազ են դիտարկում, որի եւ օրինաչափը, որտեղ ռուսական ազդեցության չափը նվազել է։
Բայց նա ուրիշ բան ասում է, նա փորձում է այդ ծրագիրը բանան, լարժը զրկել, ասում է այդ ճանապարհը այդքան կարևոր չի լինելու։ Քանի որ թուրքերը ուղիղ ճանապարհ են հիմա բացում դեպի Նախիջևան։ Օվերչուկի ասածը դա է, որ ինչքան էլ Նիկոլ Փաշինյան կոչված վարչակարգը, Փաշինյանի վարչակարգ կոչվածը, կարևորի այդ ճանապարհը եւ փորձի ռուսներին դուրս մղել այդ կոնցեսիայի բանից, այսինքն տալ թուրքական կողմին, ղազախներին։ Հա, թուրքական կողմին է տալիս։ Այնուամենայնիվ դա չի օգնելու Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ թուրքերը ուղիղ ճանապարհ են բացում հիմա դեպի Նախիջևան։ Կարսից, եթե չեմ սխալվում, դեպի Նախիջևան։ Դա այնպես վնասում է Հայաստանի շահերին։ Միարժեք, այսինքն վիճակը բացարձակ բան չի, որոշակի չէ ամեն ինչում, եւ եթե Հայաստանում չլինի արմատական փոփոխություն, իշխանափոխություն, իրական իշխանափոխություն, այսինքն ազգայնական ուժերը չգան իշխանության, այս ծրագիրն էլ հերթական անգամ ունենալու է հակայի բովանդակություն։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտվեց, աղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։